Ինչ դիմում է ձեզ մոտ կառավարություն եք ներկայացնելու, ինչ պահանջով։ Ճշմարտի որոշումն է լրիվ կերծված թղթերով Սպեսի պետք է ներկայացնենք, որոշում ատվել, որը որ ոչ մի ձևի չի համապատասխանում։ Ինչ հիմքեր ունեք, որ ասում եք կեղծ են։ Ունենք, հիմքեր ունենք։ Ներկայացնելու եք կառավարությանը։ Ներկայացնելու ենք կառավարությանը։ Դուք էլ նույն խնդրով եք եկել այստեղ։ Նույն համայնքների Բոլորը մի համայնքից ենք։ Նույն խնդրով, նույն պահանջով եկել եք։ Պահանջով եկել ենք, մեր դիմումը ներկայացնենք կառավարություն, տեսնենք ինչ պատասխան են տալիս մեզ կոնկրետ, ու դրանից հետո Ինչ ակնկալիքներ ունեք կառավարությունից։ Մեծ։ Կընթառաջեն ձեզ։ Հուսով եք, որ կընթառաջեն, եթե չընթառաջեն, ուրիշ քայլերի կգնանք արդեն։ Ինչ քայլերի եք դիմելու, ինչ եք պատրաստվում անել։ Համար առաջինը, որ չենք թողելու աշխատի, որովհետև էկոլոգիապես այդտեղ կա մեղվատնտեսություններ, 5-6 հատ էկոմեղվատնտեսություն, անասնապահություն, որը շատ զարգացած է հանրապետության մակարդակով, չկա մի հատ ֆերմա չկա քանդված, ավելացրել են, խելացի ֆերմաներ են սարքել, որ այսօր ամբողջ արոտավայրը դա փչացնելու է, միանշանակ բոլորս քաշ գիտենք, գիտակցում ենք։ Դրանք ու շատ խնդիրներ կան, որը ամիջապես անկին կպած տներ կան, ընդամենը 50 մետրի վրա, 100 մետրի վրա ընտանիք ապրում տեղ։ Առողջության վրա նաև Միանշանակ։ Առողջապահության նախարարությունը թույլտվություն ատվել, չգիտեմ ինչի վրա, ինչ ինքերի վրա ելնելու։ կա արդեն թույլտվությունը։ Թույլտվությունը կա, փաստացի, բայց հիմա թող գան այդ առողջապահությունը տվողը։ Բոլորը խախտումների վրա է։ Ջրատարը անցնում է հանքի մեջով։ Դրա հետ մեկտեղ բանը արոտավայրերի վնասումը։ Այնտեղ շմակում գրված է, որ 600 մետր հեռավորություն է տները, բայց ընդամենը 50 մետրի վրա է տունը։ 50 մետրի վրա։ Անձն աշխով կարող է գաք տեսնել։